աշխատողների մեծ մասը տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ հեռանում են onboarding-ի ժամանակ, քան երբ որ արդեն բուն աշխատակից են դառնում։ Անդադար մատը պահել զարկերակի վրա հասկանալու մեր նորեկը ինչքանով արագ է ինտեգրվում թիմ։ Եթե մարդը չունի հարցեր, ինքը հետաքրքրված չէ ոչ ընկերությամբ, ոչ այն դերով, որով պետք է ինքը զբաղեցնի ընկերությունը։ Եթե դուք ուզում եք թիմի մասին իմանալ մյուս կողմը թիմի, իրենց հետ ընդմիջում արեք, սրճեք, մեկ է ծխեք։ Եթե մենք կորցնում ենք արժեքավոր աշխատակից, կարևոր է շատ լսել այդ աշխատակցին, հասկանալ, որ մեր ղեկավարները նաև դա հաշտ լինեն այդ մշակույթի հետ, որ այո, հնարավոր է աշխատակիցը հետ գա։ Միշտ պետք է շնորհակալություն հայտնել այն աշխատողին, ով մեզ հետ էր այս ժամանակահատվածում, իր ժամանակը ծախսեց, իր գիտելիքները ծախսեց։ Ողջույն եւ բարի գալուս Job.am-ի YouTube-յան ալիք։ Մենք մեկնարկել ենք հաղորդում քննարկումների շարք ոդկաստ ձևաչափով, նվիրված աշխատաշուկայի արդիական հարցերին։ Այսօրվա իմ հյուրը Մելանիա Հարությունյանն է։ Մելանիա ջան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար, Լիլիթ ջան։ Մելանիա ջան, այսօր խոսելու ենք մի շատ կարևոր թեմայի մասին, որը յուրաքանչյուր աշխատող մարդու կյանքում անխուսափելի է, դա աշխատանքի ընդունումն է, onboarding-ը եւ աշխատանքից հեռացումը, off-boarding կամ exit ինտերվյուները։ Եվ կուզեմ առաջինը սկսենք հենց onboarding-ից, երբ որ դու անցնում ես հարցազրույցի փուլեր եւ գալիս է այդ երկար սպասված պահը, որ պետք է ընդունվես աշխատանքի եւ քո առաջին օրն է։ Գնում ես աշխատավայր, շատերը սրտի տողով են գնում, շատ լարված, որոշները ավելի հանգիստ։ Իրականում ինչպես է պետք ինտեգրվել եւ ինչպես է պետք ճիշտ պահել, որ նոր աշխատավայրում մաքսիմալ քեզ կոմֆորտ զգաս։ Շատ լավ Լիլիթ ջան, ճիշտ է, սա այն կարևոր կետերից են երկու, հենց աշխատակցի մուտք ընկերություն եւ դուրս գալ ընկերությունից, դրանք խոսում են ընկերության բրենդի մասին, ներքին կազմակերպչական մշակույթի, առասարակ կազմակերպության մշակույթի մասին խոսում է ամեն ինչ, թե ոնց ենք մենք ընդունում աշխատողին եւ ոնց ենք իրեն բաց թողնում։ Եթե գանք ձեր հարցին, ապա onboarding-ը կարանք երկու ուղիղ հավասար մասի բաժանել, իրեն տալ մի հատ գեղարվեստական մաս եւ տալ մասնագիտական մաս։ Գեղարվեստական մասը այդ մեր բոլորիս հայտնի փուչիկ, ժպիտ, տորթիկ, գրիչ, բաժակ, հա, այդ գրկել, որը շատ կարևոր է իրականում, հա։ Մարդ առաջի տպավորությունն է ստեղծում ընկերությունից, երբ որ մեր տունը գալիս է հյուր, մենք իրան ոնց ենք բացում դուրին ժպիտով ենք դիմավորում, շատ կարևոր է, չէ՞, էմոցիաները, ինչ էմոցիաներ է ստանում։ Լրիվ նույնն է։ Այսինքն այդ շատ կարևոր մաս է, որը պետք է պահպանենք, հա, այդ package-ը, որը ունենք ընկերության ներսում, այո, դա շատ կարևոր է։ Մյուս մասը արդեն մասնագիտականն է, որտեղ HR մասնագետները պետք է պատրաստվեն onboarding-ին։ Դրա համար պետք է onboarding-ի ծրագիր կազմենք նախապես, դրան նախապատրաստվենք, հետո սկսենք հաջորդական քայլը բուն onboarding-ը անցկացնենք ու վերջում ամփոփենք onboarding-ը։ Եվ որքան նյութական դաշտ տանենք onboarding-ի գործընթացը, այդքան ավելի հեշտ կլինի թե նոր թիմակցին ներգրավել ընկերություն, թե HR մասնակցին ու ընկերությանը հասկանալու համար արդյոք մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, թե չէ, տվյալներով հենված լինի։ Եվ ոչ միայն այդ շոշափելին ինչ նկատի ունեի, երբ օրինակ մենք իրեն բանավոր պատմում ենք մեր ընկերության սկզբունքները, արժեքները, թիմերի մասին, հարցեր, որոնք ում կարող է տալու եւ ոնց տալ։ Ոչ միայն դա բանավոր մատուցենք իրեն, այլ ստեղծված լինի մի տեղ ֆայլեր, որտեղ նորեկը գրավոր կծանոթանա այո ընկերության կառուցվածքին, արժեքներին, սկզբունքներին, իր դերին ընկերությունում, հա, կառուցվածքում պատկերում որտեղ է, թիմերին, հարցեր, տվյալ հարցը, որ առաջացել է իր գլխում, ում կարող է տալ, ինչ ձևաչափով կարող է տալ, կարող է գնալ ուղիղ հարցնել, թե կարող է օրինակ գրել, հա։ Այսինքն այն հուշող քայլերը աշխատողի համար ավելի կհեշտացնեն, որը թղթային կլինի, որովհետև HR մասնագետը կամ մենթորը, որ կցված է, հա, նորեկին, միշտ չի կարա իր կողքին կանգնած լինի։ Դրա համար ինչքան նյութականացնենք onboarding-ը ավելի հեշտ կլինի թե HR մասնագետի, թե նորեկի համար։ Ու այս բոլոր քայլերը տենց ենթադրաբար կտանեն դեպի ավելի հեշտ մուտքի։
Այսինքն ճիշտ եմ հասկանում, այդ նյութականացնել ասելով հասկանում ենք, որ կետ առ կետ աշխատակիցը կարող է ունենալ իր մոտ օրինակ թղթային տարբերակով կամ ինչ-որ ֆայլ նաև, որտեղ ցանկացած հարցի պատասխան կկարողանա գտնել առանց որևէ մասնագետի հավելյալ մոտենալու, դիմելու, հարցնելու, իսկ օրինակ ես շաբաթ օրը աշխատելու եմ, թե ոչ կամ չգիտեմ, ես երբ կարող եմ գնալ արձակուրդ եւ այլն եւ այլն։ Այո, որովհետեւ կլինեն դեպքեր, երբ տվյալ պահին նորեկը կունենա հարց, բայց իր կողքը չի գտնում հարմար մեկին, որ կարող է այդ հարցը տալ, բայց հենց մի րոպե ինձ ֆայլեր են փոխանցել։ Ինձ ինչ-որ տեղեկատվություն են փոխանցել, ինչ-որ ընկերության մասին են ֆայլ փոխանցել, կանոնակարգի մասին են փոխանցել, վարքագծային կանոնների մասին են, ինչ-որ բաներ փոխանցել։ Դա նաև արվում է նրա համար, որպեսզի մենք փաստացի ունենանք ձևաթուղթ, որ մենք մեր նորեկին փոխանցել ենք ինֆորմացիան։ HR մասնակիցը նաև պետք է ասի, օքեյ, ես հիմա քեզ տվեցի բանավոր ինֆորմացիան մեր կանոնների, կարելիների ու չի կարելիների մասին, բայց խնդրեմ ես package-ը քեզ ծանոթացիր ու հասկացիր, եթե հարցեր կունենաս, արի մենք էլի կքննարկենք։ Ինքը իր ձեռքի տակ միշտ ունենա, որ հարմար առիթին հասկանա ում ոնց է դիմում, ոնց է կանոնակարգ ընկերությունում եւ այլն։ Եվ մանավանդ անմիջական ղեկավարը ով է ում հետ պետք է աշխատի, այդ հետաքրքիր հատված է, իսկ առհասարակ երբ որ նոր աշխատակից է գալիս թիմին ոնց պատրաստ է, որովհետեւ վայ բոլորը զարմանում են, չէ՞, կամ սպասում են այդ պահին, թե ով է գալու, ոնց ենք իր հետ աշխատելու, թիմը ոնց պետք է պատրաստ լինի եւ ինձ թվում է նաեւ դա ընկերության արժե համակարգից ու մշակույթից էլ է, թե ինչպես թիմը պետք է ընդունի նորեկին թիմում։ Լավ կլինի, որ թիմը արդեն տեղեկացված լինի, որ ունենք նորեկ, ինչ դերում է նորեկը գալիս, ով է, հա, որ տենց վայ նորեկ ունենք, գիտեք այսօր նորեկ ունենք, տեսել եք այսօր մենք նորեկ, sense թեմաներ չլինեն, հա, թիմում, որտեղ իրանք արդեն պիտի իմանան դա ուղիղ կամ տվյալ բաժնի ղեկավարի կամ HR մասնագետի դերն է, որ իրենց ծանուցի, որ մենք ունենք նորեկ, գալիս է այս դերի համար, հաստատ կունենանք մենթոր։ Սովորաբար ես երբ կազմակերպում եմ onboarding-ները, ես թիմի ներսից իր համար ընտրում եմ ընկեր։ Այս ընկերները փորձում են ավելի արագ ներգրավել թիմի նորեկին թիմ, ինչ հարցերում։ Լիքը հարցեր կան, որոնք հաստատ ոչ այն իմ ասած թղթերի մեջ կգտնեն, ոչ էլ HR մասնագետը տենց գլոբալ իրենց կներկայացնի այդ ամեն ինչը։ Ընթացքում աշխատանք։ Այո, լինում են հարցեր, երբ նորեկը չի տալիս, ամաչում է տալ, առաջին օրն է տենց կոմպլեքսավորվում է։ Դրա համար այդ ընկերը օգնում է նախ թասկերի հարցում։ Թասկերը ավելի արագ են տեղի ունենում։ Նորեկները երբեմն չգրված գաղտնիքներ են հայտնում ընկերությունից, այ գիտես մեր ընկերությունում սենց կանոնադրված, իմացի սենց է, այսինքն այդ փոքրիկ գաղտնիքները փորձում են նորեկը ընկալել ու ավելի վստահ քայլերով առաջ գնալ։ Նորեկները նաև ոչ ֆորմալ փորձով են կիսվում, գիտենք ֆորմալ փորձ, սա է ընկերությունը, քայլում ենք այս քայլերի հերթականությամբ, բայց այդ քայլերի մեջտեղում հաստատ շեղումներ փորձի առումով տեղի ունենում է, հա, շեղվում ենք քայլերից։ Այդ ընկերները ձեռքը բռնած նորեկի առաջ են տանում, բայց նորեկին ընկերոջը պետք է ընտրել թիմից ամենամոտիվացվածին։ Այն ամենամոտիվացված սկզբից նորեկի մոտիվացիան արդեն այո, այդ ընկերը պետք է մոտիվացված լինի, որպեսզի այդ իր ոգևորվածությունը թիմի հանդեպ ընկերության հանդեպ սերը փոխանցի նորեկին եւ այդ ընկերն էլ փորձում է օգնել, որպեսզի նորեկը արդեն հարմարվի թիմին, որովհետև թիմը իր ընկերոջը, հա, ճանաչում է, գիտի, որ ահա հեսա ձեռքը բռնած քայլում է, ուրեմն կարանք նաև իրայից իմանանք, ինչ ձևի մարդ էր, ինչ հումորներ էր անում, ոնց է շփվում, կարանք իր հետ հումորներ անենք, ասենք իր անունը չգիտեմ, Անգելինա է, կարանք Անգել ասենք, դու արդեն դիմում ես իրան այդպես, հա։ Շատ հետաքրքիր ձև է։ Իսկ onboarding ասվածը ինչքան ժամանակ է տևում այդ process-ը, ամիս, 2 ամիս։ Սովորաբար կան կանոններ հստակ դրված ձևաչափեր onboarding-ի տևողության մասին, onboarding-ը 90 օր տևողություն ունի եւ ինչպես սկզբում ասացի, նախ պետքա դա պլանավորել, կազմել ու կազմակերպվել այդ բուն onboarding գործընթացին։ Առաջին օրվա onboarding, հետո կգանք մի շաբաթվա onboarding, հետո առաջին ամիս, հետո 3 ամիս հետո ու
վերջում արդեն կասենք դե բարի գալուստ, հա, դու արդեն անցել ես, հաղթահարել ես։ Իսկ այդ մեջտեղներում լիքը գործ կա անելու, թե թիմի ղեկավարի, թե HR-ի, այնքան գործ ունեն իրանք ներսում անելու, թիմի հետ ունեն գործանելու, նորեկի հետ ունեն գործանելու, անդադար մատը պահել զարկերակի վրա, հասկանալու մեր նորեկը ինչքանով արագ է ինտեգրվում թիմ։ Բացի դա կատարողական է ինչպես է, հա, որովհետև հա կարող է շատ լավ էլ ինտեգրվում է, բայց մենք այստեղ չափելիություն ունենք, չէ՞, չափենք նոր աշխատող ընդունված աշխատողի կատարողականը։ Իսկ մենք onboarding-ի տված հնարավորությունով ենք չափելու, հա, one-on-one meeting-ներ ենք անում, չգիտեմ, շաբաթը ամփոփեցինք, նստում ենք team lead-ի հետ, նորեկին հրավիրում ենք, ասում ենք տրվել է ձեզ համար օրինակ 10 task, հանձնարարություն, կատարել ենք, մի հատ երկուսով իրար հետ հասկանանք ոնց ենք եւ team lead-ը տա feedback եւ նոր աշխատողը տա ու այդպես քայլերով առաջ գնան։ Ամեն մի փուլ ունի իր կարևոր sense կետերը։ Իսկ լինում է դեպքեր, որ աշխատակիցը onboarding-ի փուլը չի հաղթահարում, օրինակ 3 ամիսը եւ թիմում ինտեգրվելու տեսանկյունից եւ օրինակ աշխատանքի ծավալների կամ առհասարակ այդ իր հաստիկից բխող պարտականությունները չի կարողանում կատարել։ Լինում են դեպքեր այդպիսի։ Ես այսպես կարող եմ պատասխանել Լիլի ջան, որ աշխատողների մեծ մասը տոկոսային հարաբերակցությամբ ավելի շատ հեռանում են onboarding-ի ժամանակ, քան երբ որ արդեն բուն աշխատակից են դառնում։ Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մեր HR մասնագետները, գործատուները onboarding-ի ժամանակ թույլ չտան սխալներ։ Կարող ենք առանձնացնել մի քանի կետեր այն չի կարելիների, ինչ չանի գործատուն onboarding-ի ժամանակ, որ մենք այդ 3 ամսվա ընթացքում չունենանք հոստնություն, որովհետև հավաքագրման մասնագետները մեծ գործ են արել իրականում, հա, հավաքագրել են, ժամանակ են ծախսել, այո, մեծ գործընթաց ճանապարհ են անցել ու գալիս է նորեկը ու onboarding-ի ժամանակ ինչ որ թույլ տված սխալների պատճառով ունենում ենք դուրս un fail ենք անում, հա։ Շատ կարևոր է, որ երբեմն HR մասնագետները նորեկին չեն ծանոթացնում կազմակերպական կառուցվածքի մեջ իրեն, որտեղ է իր դերը, որ բլոկում է ինքը, որ խմբում է, ով է իր անմիջական ղեկավարը, իր ներքևում կան աշխատողներ, վերևում ովքեր են, հա, ինչ մասերով ինքը պատասխանատվություն եւ ենթակայություններ վերցնում այս ընկերությունում։ Մյուսը, որ բաց եւ կառուցողական չեն խոսում onboarding-ի ընթացքի եւ արդյունքների մասին։ Որ 3 ամիս հետո մենք քննարկելու բան ունենք օրինակ։ Այո, ու դա բաց չեն անում, հա։ Այսինքն մենք հիմա ունենք ընթացքը սա է, ճանապարհը այսպես ենք ասելու, վերջում արդյունքներ ենք ամփոփելու։ Սա շատ կարևոր է, որպեսզի նորեկը իմանա, ինչ սպասի onboarding-ից, վերջում ինչ է լինելու։ Բա այս վերջը որ լինի, ես տեղ ինչ անեմ, որ այս վերջը լավ լինի, հա։ Մեր սխալներից մեկը նաև որ չենք չափում onboarding-ը, հա, այսինքն չափելի չենք դարձնում եւ հետեւողական չենք լինում։ Այսինքն ընթացքում հանդիպումներ քիչ ենք անում կամ ընդհանրապես չենք անում, մեր մատը պուլսի վրայից թողնում ենք, մտածում ենք մեր թիմ լիդը ամեն ինչ կանի եւ վերջում գալիս ենք կանգնում ենք մի հատ փաստի առաջ, որ մեր նորեկը դուրս է գալիս։ Նոր դուրս է գալիս ու անցնում ենք արդեն exit interview-ին։ Հա, միանգամից արդեն ենք արդեն exit interview-ին։ Լավ կլինի, որ onboarding գործընթացը լինի աշխատողի համար բաց, ինչքան բաց, հարցեր չթողնենք իր համար, հա։ Եվ փորձենք մեզ համար էլ onboarding-ի ընթացքում լիքը բան բացահայտել այդ մարդու հնարավորությունների, մոտիվացիայի, կարողությունների մասով, որ 3 ամիս հետո հասկանանք, որ մեր բոլոր հարցերի պատասխանները տվել ենք ու լիարժեք ինքը գալիս է մեր թիմի անդամն է դառնում։ Հա, այստեղ երևի ինքը փորձաշրջան է համարվում եւ գործատուի համար, որովհետեւ աշխատողն էլ օրինակ կարող է ինչ-որ մշակույթը չհավանի կամ արժեքները թիմի եւ այդ 3 ամսվա ընթացքում որոշի, որ ինքը չի ուզում համագործակցել եւ հակառակը, երբ որ գործատուն է հասկանում, որ ինչ կետերում չկա համապատասխանություն եւ միևնույնն է էլի չեն կարողանում համագործակցել, դրա համար հա այդ մասով իսկապես պետքա որ բոլորն էլ ֆիքսեն, իմանան, որ այդ փորձաշրջան ասված է երկու կողմի համար է եւ դու ես գործատուին ընտրում այդ միջավայրը եւ գործատուն է քեզ ընտրում որպես մասնագետ եւ մարդ քո արժե համակարգով։ Այո, որովհետեւ մենք մտնում ենք մի
հարաբերությունների մեջ, որտեղ միայն գործատու եւ աշխատող հարաբերություններն, ուրիշ հարաբերություններ այստեղ չկան եւ մենք պետք է այս ժամանակահատվածում հասկանանք, թիմակից արդյոք համապատասխանում է իր կարողություններին, մենք երկու բան պետք է չափենք։ Համապատասխանում է արդյոք այն կարողություններին, որը դրված է հաստիքի վրա, եւ մշակութային համապատասխանություն։ Այս երկուսն ենք չափելու onboarding-ի ընթացքում։ Բայց ինչքան էլ մենք հիմա խոսենք, որ պետք է HR-ը այսպես անի, այսպես չանի, կարևոր է, որ այն մարդը, որ գալիս է մտնում է նոր թիմ, ինքն էլ քայլեր ձեռնարկի այդ onboarding-ը լավ անցնելու համար, հա։ Օրինակ կարող ենք այդ մեր նորեկներին, ովքեր նոր թիմեր են մտնել, մի քանի խորհուրդներ տանք, ոնց շարժվեն առաջ onboarding-ի ընթացքում, որ հաջող են։ Օրինակ կարող ենք խորհուրդ տալ, որ երբեք չվախենալ հարցեր տալուց։ Լինում են դեպքեր, երբ ես սկսում եմ onboarding-ը, անցնում է մի քանի օր, գնում եմ արդեն իմ աշխատողին հարցնում եմ մի հատ ինձ կասես ոնց անցավ, ինչ արեց, մեր նոր թիմակիցը հարցեր տալիս էր քեզ, թե ասում էր, չէ, Մելանիա ջան, ոչ մի հարց չի տվել, անենց լավ էր, ամեն ինչ շատ լավ էր։ Ինչ լավ աշխատող է։ Այստեղ պետքա տենց բան վարվի, կարմիր դանշան վարվի, որ չէ, պետք է հարցեր տալ, հա, որովհետև դու գալիս ես ընկերություն, որը քեզ համար նոր է, նոր աշխարհ, անհնարին է դու հարցեր չունենաս։ Այսինքն, եթե մարդը չունի հարցեր, ինքը հետաքրքրված չէ ոչ ընկերության, ոչ այն դերով, որով պետք է ինքը զբաղեցնի ընկերությունը։ Այսինքն, խոսեք ու շատ հարցեր տվեք։ Դա ավելի է ձեզ ամրապնդելու հետագա քայլերի համար։ Շատ ինտեգրվեք նաև դուք ինքներդ այն հավաքներին, որտեղ կան ընկերությունում, հա, այսինքն դա սուրճի սեղանն է, որտեղ առավոտյան աշխատողները պարտադիր սրճում են, ընդմիջումներն են, հա, ծխարաններն են, որտեղ ծխում են, այսինքն այդ բոլոր խմբերում, որտեղ որ հավաքվում են աշխատողները, նոր թիմակիցը ինքը պետք է նախաձեռնի նաև գնա ու մասնակցություն ունենink նախաձեռնողականություն ցուցաբերի նաև հասկանալու թիմի այս մյուս կողմը իրանք ոնց են ընդմիջում անում, հա, բա սուրճի սեղանը, որ այդ գնացինք սուրճ արեցինք, այդ քաղցրը ով բերեց, որ բերեց բաժանեց մյուսների մեջ։ Հետաքրքիր մշակույթ է այդտեղ։ Մեծ, եթե դուք ուզում եք թիմի մասին իմանալ մյուս կողմը թիմի, իրենց հետ ընդմիջում արեք, սրճեք, մեկ է ծխեք։ Շատ լավ խորհուրդ է, այնպես որ նորեկներ ջան, եթե չեք ծխում մի ծխեք, բայց եթե չեք ծխում մի ծխեք, բայց այնտեղ լիքը խոսակցություններ են տեղի ունենում, հա, ընդմիջումների ժամանակ, սուրճ խմելու ժամանակ, որը իրականությանը համապատասխանում են մեծ մասով, հա, այդ խոսակցությունները, ու այստեղից նորեկը կարա կարծիք կազմի։ Լուր հետևեք ինչա կատարվում ընկերությունում։ Հա, այն կողքի աչքով, որ ցած նայում են, ասում են՝ մի րոպե ստեղ այս հատվածում բարձր խոսեցին, կարելի է ուրեմն այս հատվածում, բայց ինչ որ մեկը մտավ, իրանք սկսեցին լռել։ Այս հատվածում իրանք ցածր խոսեցին։ Սա էթիկա է, սա նորմ է, սա ընկերության վարքագծային կանոններն է, որը որ դարձել է նորմ, կանոն, նոր աշխատողի համար։ Ինքը սկսում է վերլուծել, հասկանալ որ դեպքում լռի, որ դեպքում բարձր խոսա։ Հասկացեք աշխատողները իրար հանդեպ ոնց են շփվում, ոնց են դիմում, ղեկավարների հետ ոնց են շփվում, ոնց են դիմում, պարոնով են դիմում, ազգանունով են դիմում, թե միայն անունով են դիմում, կամ հարցադրումները ոնց են տալիս ղեկավարներին։ Այսինքն կողքի աչքով հետևեք ինչա կատարվում ընկերությունում։ Ստացվում է, որ եթե կողքի աչքով կարողանա նորեկը ուշադրություն դարձնել, կֆիքսի այն բոլոր կանոնները, որ պարտադիր չի ինքը իր փորձով գնա, օրինակ տնօրենին դիմի անունով, պարզվի, որ տնօրենը չի սիրում, որ իրեն անունով են դիմում, եւ շատ հանգիստ ինչ որ վատ զգալու կամ խնդրից կխուսափի այս բaragայում։ Հիմա անցնենք ավելի ցավոտ թեմայի բոլոր ընկերությունների համար, դա երբ որ աշխատակիցը որոշում է կայացնում լքել ընկերությունը, իհարկե պարզա, որ սրա համար մի քանի պատճառ կարող է լինել, առաջինը որ ավելի լավ առաջարկ ունի եւ մի տարբերակը երևի թե դու այդ մասով ավելի հստակ կասես, երբ որ կա կոնֆլիկտ, խնդիր, որը չի լուծվում եւ աշխատակիցը որոշում է լքել ընկերությունը։ Այստեղ ոնց է կազմակերպվում process-ները,
երբ HR մասնագետը կամ անմիջական ղեկավարը իմանում դրա մասին, կան ինչ որ ազդակներ միջև աշխատակցի ասելը, որ կարող ես հասկանալ, որ մտադրություն կա կամ մոտիվացիայի պակաս, թե սպասում ենք միջև աշխատակիցը գա, օրինակ կազմակերպի հանդիպում եւ ավելի բաց խոսի այդ ամեն ինչի մասին։ Լիլիթ ջան, իրականում exit ինտերվյուները շատ կարևոր են թե հեն աշխատողների համար, ովքեր գտել են նոր առաջարկ, բայց թողնում են ընկերությունը դրական ֆոնի վրա, եւ այն աշխատողների համար, ովքեր վատ տպավորությամբ են դուրս գալիս։ Այսինքն կապ չունի, որ ելքն է որ ճանապարհով է ինքը գնում ընկերությունից, մեկը exit ինտերվյուները շատ կարևոր ինդիկատորներ են մեզ համար, գործատուներիս համար, լիքը բաներ ենք այստեղ չափելու, էլի։ Ոնց հասկանանք ինքը հայտարարի նոր մենք գլխին ենք, վայ, լուրջ եք ասում, դուք ուզում եք գործից դուրս գայիք, չէ, դա այդպես չի լինում, հա։ Եթե մենք աչալուրջ ու հետևողական մասնագետ ենք, վարքագծային կանոններից սկսած եւ հանձնարարությունների թերի կատարմամբ մոտիվացիայի պակասությունից մենք արդեն հասկանում ենք, այս մարդը ունի խնդիր։ Անկամ լինում են դեպքեր, երբ որ կարող է ցույց չտալ, հա, այդ վարքագծային կանոնները կամ ինքը կատարի իր պարտականությունները շատ լավ, հա, բայց մոտիվացիան պակասել է։ Այդ արդեն HR մասնագետը պետք է հասկանա, այս մարդը օրինակ այսքան ճանապարհ անցավ մեզ հետ, ինչ որ կետից բնականաբար ներքին այրում է, էլի տեղի ունենալու, պետք է մի հատ հələ one-on-one անել, հասկանանք ուր ենք հասել, ինչ հաջողություններ ենք ձեռք բերել։ Երբեմն ես հանդիպում եմ LinkedIn-ում տեխնացուների մոտ, որ ասում են, մեզ այսօր տվեցին ամենա տենց շատ վատ հարցերից մեկը, որտեղ եք ձեզ տեսնում 5 տարի հետո։ Գիտեք ինչ կարևոր հարց է, որտեղ եք տեսնում ձեզ 5 տարի հետոն։ Դա խոսում է մոտիվացիայի մասին, նպատակների եւ իհարկե։ Հիմա եթե մենք այս մեր դեմոտիվացված աշխատողի հետ նստենք one-on-one ասենք, իսկ դու պատկերացնում ես 2 տարի հետո կամ 3 տարի հետո քո ճանապարհը մասնագիտական մեր ընկերությունում, այստեղից լիքը տակը հարցեր կհանենք, հա, տեսնում է կամ չի տեսնում, չի տեսնում, ոնց ենք շարժվում առաջ կամ հա տեսնում է, էլի ուրիշ բաներ մոտիվացիային պակասում են։ Այսինքն այո, գողքի աչքով կարելի է նկատել են աշխատողներին, ովքեր արդեն քիչ-քիչ մոտենում են այդ ճանապարհին, որ գալու են ասեն, բարև ձեզ, ես ուզում եմ դուրս գամ աշխատանքից։ Իսկ exit ինտերվյուները դրանք HR-ի ամենացավոտ թերևս, այո, կողմերից մեկն է եւ հավատացեք, որ այն ընկերությունները, ովքեր բաց են թողնում exit ինտերվյուները, իրենք բաց են թողնում հնարավորությունը հետադարձ կապ ստանալու, թե ինչու է աշխատակիցը դուրս գալիս ընկերությունից, հասկանալու մեր ընկերության ներքին բացերը, որը հետո պետքա գնանք աշխատենք այդ բացերի հետ, եւ հնարավորություն է տալու, որպեսզի մենք ավելի լավ ճանապարհենք տեխնացուին։ Կարող ենք 3 արդյունք հանել, ջրի երես, ինչի համար են ստեղծված, ինչի համար ենք կամ ստեղծել այդ exit ինտերվյուները։ Առաջինը, որ մենք ստեղծենք մեր հեռացող աշխատողի մոտ լավ տպավորություն եւ ընկերությունը ինքը թողնում է ժպիտով, որովհետեւ այն աշխատակիցները, ովքեր դուրս են եկել ընկերությունից networking-ում վերջինը խոսում են իրենց վերջին գործատուի մասին։ Այո, եւ կարող է շատ երկար խոսեն վերջին։ Շատ երկար խոսեն, որովհետեւ իրենց հնարավորություն չեն տվել խոսելու exit ինտերվյուի ժամանակ։ Բան թերի է մնացել։ Այո։ Երկրորդը բացահայտում ենք մեր ընկերության ներքին հարցերը, որոնց հետ պետք է աշխատենք։ Ինչու, որովհետև exit ինտերվյուն չի ավարտվում այդ սենյակի դուռը փակելով լույսը անջատել գնալով։ HR մասնագետը դուրս է բերում լիքը հարցեր ու հետո այդ exit ինտերվյուի դատան տանում է ընկերությունը ու սկսում է դրա վրա աշխատել, որ նոր թիմակցի հետ չունենանք այս բագերը ու չունենանք այն խնդիրները, որ հիմա առաջ է բերել այն թիմակիցը, որի հետ մենք հիմա նստած exit ինտերվյու ենք անում։ Հա եւ երբեմն այո ինչու՞ չէ նաեւ որ հնարավոր է մենք հետ պահենք մեր աշխատողին exit ինտերվյուի ժամանակ հետ պահենք աշխատողին աշխատանքից դուրս գալու որոշումից դա ոնց է լինում օրինակ եթե աշխատակիցը ունի խնդիր աշխատանքային հարաբերություններում կամ աշխատավարձ գրաֆիկ եւ այլն եւ օրինակ դուք իրեն գնահատում եք որպես աշխատող եւ իր դերն է կարեւորվում ընկերության համար որ մարդը ով պետք է մնա մեզ հետ որովհետեւ ինքը կարևոր մարդ
բարդ է մեզ համար, այդ դեպքում այսինքն գնում եք ժամանակ եք տալիս եւ ձեզ եւ աշխատողին, ինչ որ կարողանաք շտկել թերությունները։ Հիմա տենց կոնկրետ օրինակի վրա չբերենք, այլ տենց ընդհանուր խոսենք, բայց լսել շատ լսել աշխատողներին իրենք ինչ են խոսում ու ինչի մասին են խոսում։ Եթե մենք կորցնում ենք արժեքավոր աշխատակից, կարևոր է շատ լսել այդ աշխատակցին, հասկանալ ինչ բացեր է առաջ բերում ինքը, որտեղ կարելի է շտկումներ իրականացնել։ Եթե իր թիմ լիդը համաձայնվում է այդ շտկումների հետ, ապա այո, գնանք ընդառաջ։ Ինչի՞ չէ, որովհետև միշտ, երբ որ տանենք էսի ֆինանսներ, նոր աշխատակիցը երբ որ դուրս է գալիս ընկերությունից, նոր եկած աշխատակիցը ավելի մեծ ֆինանսների կորուստ է ընկերության համար, քան այն աշխատակիցը, ում որ պահենք։ Հա դե ռեսուրսը ավելի շատ է ծախսվում։ Այո, եւ եթե խոսում ենք միայն արժեքավորի մասին, այստեղ չենք խոսում են աշխատակիցների մասին, որտեղ իրոք կա խնդիր ներսում, այլ խոսում ենք արժեքավորների մասին, այո, exit ինտերվյուները հենց դրա համար են բացահայտելու մոտիվացիայի պակասը, որտեղից էր, արդյոք մասնագիտական առումով ինքը գնացել է լճացման, պետք է ինչ-որ փոփոխությունների ենթարկել, գուցե թիմ ենք փոխում, գուցե տանում ենք լրիվ ուրիշ ընկերության ուրիշ մասում ենք իրեն ծանրաբեռնում։ Հաստատ կարելի է ելքեր գտնել ու դուրս գալ այստեղից։ Իսկ ո՞նց է տպավորությունը, դու քանի որ շատ ավելի մեծ փորձ ունես նաև ընկերությունների հետ տարբեր աշխատելու, գործատուի համար երևի առաջնային, որ միտքը գալիս է, եթե օրինակ աշխատակիցը որոշում է կայացրել լքել աշխատանքը, առաջինը երևի մտածում են հենց ֆինանսական, որ գուցե աշխատավարձի փոփոխություն անեն կամ խնդիրը ֆինանսն է, որ աշխատողը որոշում է կայացրել։ Բայց ես շատ հաճախ նաև LinkedIn-ում էլ հաճախ կարդում եմ այդ մասին, որ միայն աշխատավարձը չի եւ աշխատավարձը իհարկե կարեւոր է, որովհետեւ բոլորս աշխատում ենք նաև, որովհետեւ գումար պետք է ստանանք, բայց կան այնտեղ շատ մանր դետալներ մշակույթից սկսած կորպորատիվ, որի պատճառով կարող է աշխատակիցը լքել ընկերությունը։ Այս դեպքում HR մասնագետը այդ exit ինտերվյուներից հետո ինֆորմացիան երբ որ հավաքում է, դա արդեն կիսվում է ղեկավարի հետ ինչ որ առաջարկներով, այդպես է process-ը կազմակերպվում։ Միանշանակ գնում ենք հասկանալու հետ ենք գնում, process-ը հետ ենք գնում, ոչ թե առաջ ենք գնալու, այլ եթե աշխատակիցը բերեց մեզ համար հարց, այդ հարցի պոչը բռնում ենք ու հետ ենք գնում։ Այն ճանապարհով, որը ինքը եկել է մեզ մոտ աշխատելը ու հասկանում ենք որտեղից է եկել խնդիրը։ Ինքը կարող գնում են ամենասկզբից խնդիրա բերում ձեզ համար։ Այդտեղից լուծելով մանր գալիս ենք։ Այո, թիմ լիդի հետ պետք է աշխատենք, մենեջերների հետ HR մասնագետը ամենօրյա ռեժիմով պետք է աշխատի ու համագործակցային մտածելակերպով իրար հետ աշխատեն, որ կարողանան հաջողեն։ Իսկ մենք որպես HR մասնագետներ պետք է մի փոքր տենց խորամանկ լինենք, որպեսզի ճիշտ տեղից խնդիրը բռնենք, որպեսզի ոչ վնասենք այն դուրս եկող աշխատողին, ոչ թիմ լիդին ու կարողանանք զտված, մաքրած ինֆորմացիայով գնալ ղեկավարությանը, որտեղ փոփոխող կողմը ինքն է, ղեկավարությունն է, ղեկավարներն են։ Այդ մաքրած ինֆորմացիայով գնալ ու հասկանալ մենք փոփոխության գնալու ենք, թե չենք գնալու։ Դրա համար էի ասում, որ մեր գործը չի ավարտվում, էլի, դե լավ, ազատման հրամանը տվեցինք, ապրեք ադմինիստրատիվ բաժին, դիմում գրեցիք, վերջ, այսքանով ավարտվեց մեր exit ինտերվյուն։ Չէ, որովհետև հնարավոր է այնպիսի հարցեր առաջ բերի մեր դուրս եկող աշխատակիցը, որ իրոք մենք նստելու ու լուրջ քննարկելու ու դրան գնալու լուծման ճանապարհներ գտնելու ուղու վրա ենք։ Իսկ եթե պատկերացնենք իրավիճակ, երբ որ աշխատակիցը որոշում է կայացնում աշխատանքը լքել ինչ որ կոնֆլիկտի, օրինակ գործընկերոջ հետ կոնֆլիկտային իրավիճակի պատճառով, այս դեպքում HR մասնագետը եւ թիմ լիդը, մանավանդ եթե գործ ունենք արդեն 2 հոգու կամ գուցե մի քանիսի հետ, ինչ լուծումներ կարող է տալ եւ արդյոք այստեղ լինում են դեպքեր, երբ խնդիրը լուծվում է եւ բոլոր կողմերը գոհ են մնում, թե միևնույնն է ինչ որ մեկին պետք է բաց թողնել, որ խնդիրը կարողանան կարգավորել։ Շատ կարեւոր է, որ exit ինտերվյուները հեռացող աշխատողի համար լինեն հարգալից եւ լսելի։
Միշտ պետք է շնորհակալություն հայտնել են աշխատողին, ով մեզ հետ էր այս ժամանակահատվածում, իր ժամանակը ծախսեց, իր գիտելիքները ծախսեց։ Ու ոչ միայն շնորհակալությունը լսի HR մասնագետից կամ եւ իր թիմ լիդից, նաեւ շնորհակալություն լսի ղեկավար անձանից։ Դա կլինի մեյլինգի տարբերակով, դա կլինի բանավոր հաղորդակցման տարբերակով, դա կլինի սարաֆանի ռադիո փոխանցելով, այսինքն, HR մասնագետը գիտեք, օրինակ մեր տնօրենը ձեզ շնորհակալություն հայտնում ձեր ծախսած ժամանակի համար։ Այսինքն այդ շնորհակալություն բառը պետք չէ պահել, պետք է շռայլել գնացող աշխատողին։ Պետք է աշխատողը լինի լսելի։ Այն որ խոսում ենք, ասում ենք աշխատողը հիշում է միշտ իր վերջին փորձը ու խոսում է շատ, երբ որ ինքը exit interview-ի ժամանակ լինի լսելի, բողոքի, պատմի, հիշի են վատ кейսերը, որ տեղի են ունեցել, ինչի համար ինքը դուրս եկավ, փորձի արտահայտվել, ինքը այդ էմոցիաները, որոնք որ կուտակված էին, դենց բաց է թողնում։ Չափելի էլ պետքա լինի exit interview-ն։ Գնացող աշխատակիցը գործընթացներից out պետք չի լինել, ինքը պետքա միշտ ներսում լինի, հասկանա այդ հեռացման գործընթացը ոնց է գնալու, ինչ process-ներով, ոնց քայլերով, վերջին փուլը որն է լինելու, երբ որ տեղեկացված լինի, երբ որ թողնել իրեն։ Երբեք, երբ որ տեղեկացված է լինում, երբ որ շնորհակալություն ստացած է լինում ու լսելի է լինում, ավելի լավ տպավորությամբ են գնում ընկերությունից, որովհետև ինչ որ պետք էր ինքը ընկերությունում արդեն ասեց, հա։ Չեք լսել երբեմն սենց արտահայտություններ աշխատողներից, այ պիտի էս մի բանն էլ ասեի, նոր գնայի։ Այսինքն մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ այդ մի բանը, որը ինքը պիտի դրսում արտահայտվի մեր սենյակում։ Եվ եթե արտահայտվի, արդեն ինքը բաց կթողնի այդ միտքը։ Ոնց հասկանում եմ, շատ կարևոր է այստեղ, որ աշխատակցի համար HR մասնագետը կամ իր ղեկավարը ապահովի մաքսիմալ լսելիություն, որ ինքը մաքսիմալ կարողանա իր դարտերը կոպիտ ասած, բողոքը, բացերը, մոտիվացիայի պակասները, այո, լիքը, դե որովհետև պետք է հող լինի, չէ՞, ինչի համար է ինքը դուրս գալիս աշխատանքից։ Այդ բոլոր պատճառները պետք է դիմացի մասնագետի համար լինեն լսելի։ Ու իրոք լսելի, տենց արհեստական լսելի չլինեն, ու սա դե դրել ես գլխիդ, ես լսում եմ պատմիր, չէ, իրոք պետք է։ Որովհետև ընթացակարգն է օրինակ այդպեսին։ Այո։ Իսկ եթե աշխատակիցը այնքան վրդովված է օրինակ գործատուից ընկերությունից, որ անգամ այդ վերջին խոսքը, թե ինչի է ինքը ուզում դուրս գա, ինտերվյուի ժամանակ չի ցանկանում ասել։ Եղել են ընդհանրապես այդպիսի դեպքեր կհիշեք։ Իրականում եղել են, տենց մեկ եղել են, որ սենց դուրս սենց ուղղակի սենց շրխկացրել ու դուրս են եկել, ես այլևս ձեզ հետ չեմ աշխատում, բայց դե այդ լրիվ ուրիշ անհատական փորձերի մասին է։ Եկեք այստեղ մի փոքր առանձնացնենք նաև կանոններ ու նաև խորհուրդներ են մարդկանց, ովքեր լքում են ընկերությունը։ Ինչի համար չանել տենց, ինչի համար այդքան էմոցիոնալ չլինել կամ այդքան վատ տպավորությամբ չթողնել։ Մի քանի խորհուրդ, որը նոր դուրս եկողների համար կարելի է առանձնացնել ու ասել, որ հիշեք, որ exit ինտերվյուները պետք է անցկացնեք նաև ձեր կողմից լավ, որովհետև կարևոր է networking-ը, կապերի պահպանումը։ Իսկ մենք շատ փոքր երկրում եւ քաղաքում ենք ապրում։ Այո, Լիլիթ ջան, եւ հետագայում մենք չենք կարող իմանալ, որտեղ կհայտնվենք տվյալ գործատուի հետ։ Գուցե օրերից մի օր մենք տվյալ գործատուի հետ ոչ թե դառնում ենք աշխատող գործատու փոխհարաբերություններ, այլ դառնում ենք գործընկերներ։ Երկրորդը լավ հնարավորություն է exit interview-ն լսելու ինքներդ ձեզ, հասկանալու ձեր կարիերայի ընթացքում ինչ բացեր ունեցաք, ինչ արեցիք այնպես, որ պիտի չանեիք, եթե անեի այս ձևով, ու դուք խոսում եք դրա մասին, ձեզ HR-ը բացում է, ասում է, գիտեք ոնց էլ մի հատ հիշի պատմություն գնա։ Երբ որ ինքը գնում է հիշում է պատմություն, բերում է ձեզ համար օրինակներ, ինքը վերելուծում ասում է, եթե ես այս մի task անելուց այս մի ձևով շարժվեի առաջ, հաստատ լավ էր ստացվելու։ Այսինքն exit interview-ն ձեզ համար ստեղծեք հարթակ, որտեղ դուք կարող եք վերլուծել ձեր փորձը, ձեր անցած ճանապարհը եւ այդ փորձի հիման վերաբերած ձեր բացերը աշխատեք լրացնել ու հաջորդ գործատուի մոտ դրանք չանել, որպեսզի հաջողենք։
Սա մի ելք, ինչի համար պետք է լավ թողնել ընկերությունը աշխատողի տեսանկյունից։ Սովորաբար exit ինտերվյուներում մենք խոսում ենք բաց եւ կառուցողական խնդիրների մասին։ Չէ, պետքա բաց խոսենք, բաց լինենք խնդիրների մասին, դեմ առ դեմ գնանք այդ խնդիրներին, հասկանանք որտեղից էր, քննադատենք, իսկ դա շատ լավ հնարավորություն է տեխնացուին աշխատողին իր մեջ զարգացնելու այդ բանակցային հմտություններ կոչվածը, որ ինքը հետագայում մյուս գործատուի մոտ կարող է բանակցել, ավելի բաց լինել հարցերի շուրջ, այն ինչ որ տեսել է ինքը նախկին գործատուի մոտ, արդեն իր համար դա համարում է որպես այդպիսին խնդիր, հա։ Ավելի կառուցողական ու բաց շփվել, այսինքն զարգացրեք ձեր մեջ այդ հմտությունը խնդրի աչքերի մեջ ուղիղ նայելու։ Դա շատ լավ հնարավորություն է հիմա, ինչպես դուք նշեցիք, որ կոմունիկացիան ուժեղ գործիք է աշխատաշուկայում ու ինքը պիտի լինի։ Ինչքան էլ լավ մասնագետ են, կոմունիկացիոն այդ հմտությունները շատ կարևոր են։ Հիմա հա կոմունիկացիան առհասարակ կարևորվում է եւ թիմի հետ աշխատանքում եւ անգամ եթե դու որոշում ես լքել ընկերությունը, որpիսի դու ել իր վրա ընկերության վրա թողնես վերջում լավ տպավորություն, ամեն դեպքում միասին ճանապարհ եք անցնում 1-2 տարի կամ ավելի շատ եւ եթե ստացվում է այնպես որ ճանապարհի վերջում ձեր կամուրջները վառում այրում ենք եւ առաջ ենք շարժվում, այս դեպքում ստացվում է որ հետադարձի ճանապարհ չկա։ Գուցե, եթե օրինակ ամբողջ թիմը չի փոխվում կամ օրինակ ղեկավար կազմը որոշ դեպքերում, բայց լինում են նաև դեպքեր, երբ որ աշխատակիցը ընկերությունից դուրս է գալիս ու ինչ որ ժամանակ անց հետ է վերադառնում կրկին ընկերություն։ Ինձ այդ process-ը շատ հետաքրքիր է, ինչպես է դա ստացվում, որ աշխատակիցը մի օր որոշում է կրկին վերադառնալ հին ընկերությունում աշխատելու։ Նախ նշեմ, որ ընկերությունները պետք է իրենց դռները միշտ բաց թողնեն։ Երբ որ խոսում էինք, ոնց անենք, որ այդ վատ տպավորությամբ չգնան, իրենց համար ստեղծենք բաց դուր, որ իրենք ցանկացած հարցի ժամանակ կարան հետ գան ընկերություն։ Այսինքն աշխատակիցը գիտի, որ իրեն սպասող կա ընկերությունում, հա, եթե կողքից անցնելով լինի օֆիսում, կարա մտնի իր նախկին գոլեգաներին տեսնի գնա։ Բայց եթե մենք խոսում ենք հետ վերադառնալ ընկերություն արդեն աշխատանքի, այո, լինում են ու շատ են։ Ամերիկյան մի քանի հետազոտական ընկերություններ վերլուծություններ են իրականացրել ու եկել են այս թվերին, որ 30-ից 35% նոր ընդունվածների դրանք հին աշխատողներն են։ 20-ից 25% հետ են վերադառնում իրենց հին դերին, նույն պաշտոնին են հետ վերադառնում։ 26% հետ են վերադառնում մինչև 7 ամիսը, իսկ ավելի մեծ տոկոսային մասը կազմում են հետ վերադարձածների մինչև 1-ից 1.5 տարվա ընթացքում հետ են վերադառնում։ Ես մտածում եմ ժամկետները ավելի երկար կլինի, օրինակ 5 տարի հետո հետ կվերադառնան, բայց որ 7 ամսում շատ հետաքրքիր վիճակագրություն։ Ճիշտն ասած, դա ամերիկյան մի քանի ընկերություններ են վերցրել ու այնտեղ հետազոտություն են արել, կարող է դա փոխվի հայաստանյան շուկայի համար, բայց եթե նայենք փորձ պատմություն ինչա տեղի ունեցել մեր իմ աշխատած ընկերություններում շատ չի տարբերվում իրականում Լիլիթ ջան, չեն գնում իրանք 5 տարի հետո հետ վերադառնում, մինչև 1.5 տարին իրենք վերադառնում էին։ Մելանիա ջան, ուզում եմ նորից հետ վերադառնամ, նստում ենք քննարկում ենք ինչ է այնտեղ չբավարարեց իրեն։ Գիտեք ինչ կա, ասենք չբավարարեց մշակութային համապատասխանությունը, ես այնտեղ ինձ լավ չէի զգում որպես մասնագետ, հասկացա, որ ես ավելի լավ ագամին իմ հին պաշտոնին հին աշխատավարձով, բայց ավելի թեթև աշխատեմ, հա, այսինքն մարդիկ գնում են կշերքին իրենց նախկին փորձը, ինչ են իրենք ստացել այս աշխատավարձի դիմաց, ինչ են արել ու ինչ են հիմա իրանց առաջարկում, համեմատության մեջ են դնում իրար, հասկանում են, որ սա ավելի ծանր էր ու հետ են գնում։ Ու դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա։ Այստեղ շատ կարևոր է, որ մեր ղեկավարները նաև դա հաշտ լինեն այդ մշակույթի հետ, որ այո, հնարավոր է աշխատակիցը հետ գա։ Եվ հիշաչարություն պետք չունենալ երևի թե։ Այո, կան ընկերություններ, որոնք ունեն հստակ տենց կանոն վարքագիծ, որ ոչ մի հեռացող աշխատակից պետք չէ վերադառնա ընկերություն, բայց դա ավելի խանգարում է իրականում բիզնես զարգացման process-ներում։ Ինչի՞ չէ, նաև աշխատակից, ով որ արժեքավոր էր, ով որ մեծ ծավալ էր փակում, խելացի էր, իր դերում շատ լավն էր, ինչի իրան հետ չընդունել։ Իսկ մենք HR մասնակիցներից պիտի ուղիղ աշխատենք դրա հետ, որ մեր ղեկավարների մոտ փոխվի այդ մշակութային հետ գալու process-ը էլի։
Ինձ թվում է այստեղ HR-ի դերը նաև որոշ դեպքերում առաջամարտիկ լինելն ու պայքարելն է, որովհետև ղեկավարը կարող է ասել մի բան, աշխատանքի ընդունվողը ասել մի բան, այսինքն օրինակ տեխնացուն այդքան էլ ղեկավարի կրիտերիաներով չհամապատասխանի աշխատանքին կամ ընթացիկ օրինակ Դիմի Մելանյա ջան, ես ուզում եմ հետ վերադառնալ, բայց ղեկավարը պնդի, որ ոչ, եթե նա գնացել է, ուրեմն հետ չպիտի վերադառնա։ Այստեղ արդեն գալիս է բուն ձեր գործը, պայքարել, բացատրել, ներկայացնել, որ հնարավոր է, որ նաև այս կողմից է պետք նայել եւ դա էլ է աշխատող լուծում։ Հա, պայքարել, բայց այնպես չպայքարել, որ ինչ-որ մի բան այնտեղ վնասել, էլի։ Պայքարել խելամիտ ձևով, տվյալներով։ Միշտ պետք է ղեկավարների հետ աշխատել տվյալներով։ Մենք չենք կարող գնանք ասենք, պարոն Հարությունյան, հա մեր աշխատակիցով որ Անահիտը գնացել էր հետ ավեր, այնքան լավ աղջիկ էր, եկեք իրան հետ ընդունենք։ Պարոն Հարությունյանը կասի, հա Մելանյա ջան հետո որ սիրուներ պիտի հետ վերցնեմ իրան աշխատանքի։ Այսինքն մենք պետք է կարողանանք մեր ղեկավարին հասցնել այնպիսի տվյալներ, որոնք զտված են, որոնք մաքուր են, որոնք տվյալներով են զինված, ինչի պետք է օրինակ ընկերությունը հետ վերցնի Անահիտին, որովհետև Անահիտի արդյունավետությունը վերցրել ենք եւ նոր թիմակցի արդյունավետությունն ենք վերցրել, համեմատել ենք իրար հետ, հասկացել ենք, որ սա ավելի ծանր էր իր արդյունավետությամբ եւ բիզնես շահերին ավելի համապատասխան էր, քան X աշխատակիցը դրա համար ես առաջարկում եմ Անահիտը, ով դիմել է մեր ընկերություն հետ վերադառնա իրան հետ ընդունենք։ Չենք կարող ուղղակի օթային, տենց գեղարվեստական գրքային բառերով ասել մենք ուզում ենք հետ բերենք այդ աշխատողին։ Պետք է տվյալների հիման վրա լինի այդ ամեն ինչը։ Երբ որ տվյալներ կբերվեն առաջ ու արդեն կկարողանանք ձեր ասած տենց պայքարել այդ Անահիտի համար, այլ պայքարել պետք չի, այլ պետք է պրոստը դնել իրար կողք, համեմատել ու ասել կընտրվի միանգամից։ Միանգամից Անահիտը կընտրվի։ Շատ կարևոր է, որ մեր հայաստանյան կազմակերպությունները հասկանան, որ դուրս եկած աշխատողին հետ ընդունելու մեջ ոչ ամոթ, ոչ էլ վատ բան կա։ Եթե մենք արժեքավոր աշխատակից ենք կորցրել, իր հետ ճանապարհ ենք անցել, հաջողել ենք լիքը պրոյեկտներում, այո, պետք է հետ գան այդ աշխատողները, միշտ բաց դռներ պետք է պահենք իրենց համար, որովհետև առասարակ թիմերում շատ կարևոր են մարդիկ, հա, ղեկավարությունը, թիմ լիդերը ինչքան էլ նստեն ու որոշեն, որ շարժվելու ենք ինչ-որ գաղափար ունենք եւ այդ գաղափարով շարժվում ենք առաջ, միջև թիմակիցները չհավատան այդ գաղափարներին, այդ պրոյեկտը չեք հաջողելու, որովհետեւ աշխատակիցները որոշում են ամեն ինչ, թե ձեր բիզնեսը կհաջողի եւ հակառակը կգնանք դեպի ձախողման, ամեն ինչ ձեր աշխատողների ձեռքում է։ Դրա համար եղեք ձեր աշխատողների համար այն գործատուն, որտեղ աշխատողները կլինեն լսելի, գնահատված եւ մոտիվացված։ Հաստորեն գալիս ենք այն կետին, որ ցանկացած իրավիճակում, թեկուզ սովորական մարդկային հարաբերությունների մեջ, ինչպես էլ նաև աշխատանքային կարիերայում, կարևոր է, երբ դու թիմում լսված ես։ Կարևոր է, երբ քեզ գնահատում են եւ քո հարցերը լսում են եւ նաև փորձում են խնդիրներին լուծում տալ։ Այդ հանգամանքը պետք է կարևորի ցանկացած ընկերություն, որտեղ որ մարդը որպես արժեք կարևորվում է։ Հա, իհարկե Լիլիթ ջան, ցանկացած հարաբերություն դա գործատող, աշխատող հարաբերությունն է, ծնող երեխա հարաբերությունն է, ուսուցիչ աշակերտ հարաբերություններն է, ցանկացած դեպքում այդ լսելիությունը շատ կարևոր է, հա։ Կարող են ձեզ բերել աշխատողները խնդիրներ ասել, դե ես այս խնդիրը ունեմ։ Բա մի հատ չգնանք լսենք այն մյուս կողմը ինչ է ասում կամ այնքան իր համար լավ հարթակ վստահելի տաք միջավայր չստեղծենք, որ աշխատակիցը կարողանա բացվի ձեզ համար եւ դուք այդ հնարավորությունը տաք իրեն։ Ոչ թե իր համար պատեր ստեղծեք, որ իր խնդիրը չհասնի ձեզ կամ չգնա հասնի ղեկավարության ականջը, արի էսի փակենք գնանք, չէ։ Պետք է բաց լինենք, պետք է լսելի լինի աշխատողը, որ լսելով մենք պետքա խնդիրներին լուծում տանք։ Թե չէ ինքը այդ խնդիրը չի բացի, չի բացահայտի ձեզ համար, այդ խնդիրը կվերցնի, կտանի, կներկայացնի իր նետվորքինգում, որ այս ընկերությունում կար այս խնդիրը տենց էլ չլուծեցին։ Հա բայց տվել եք այդ աշխատողին հնարավորությունը պատմելու, որ դուք էլ իմանայիք ձեր խնդրի մասին։ Այո, շատ կարևոր է լինել լսելի։ Մի հետաքրքիր հարց ունենք մեր հետևորդներից, մեկը հարցնում է, թե եթե ինքը ուզում է աշխատավայրը փոխել, ինչպես ընկերությանը գրագետ այդ մասին տեղեկացնել, օրինակ, ինչպես մոտենալ այդ հարցին։ Որևէ բարդություն, որևէ կանոններ, տենց հստակ գրքային ինչ-որ բաներ չկան։ Պետք է լինել ազնիվ
ինքներդ ձեր հանդեպ, ձեր գործատուի հանդեպ գնալ HR մասնագետի մոտ շատ արդար ձևով, ինչու ենք մենք դուրս գալիս աշխատանքից, ոչ թե շրջանցելով կամ ոչ թե խնդիրներին ուրիշ կողմից մոտենալով, այլ հստակ հասկանալու համար դուք ինչի եք թողնում ընկերությունը, այդ հստակությունը մտցնեք ձեր հարցադրումների եւ ձեր խոսքի մեջ ու գնաք ձեր HR մասնագետի հետ խոսելու։ Երբ որ պարզ, բաց, թափանցիկ իրեն ներկայացնեք այն պատճառները, ինչի համար եք դուրս գալիս, հաստատ դիմացի կողմը HR մասնագետն էլ կհասկանա։ Ես երբեմն երբ որ աշխատակիցները գալիս են ու հասկանում են, որ իրոք աշխատողի բերված պատճառները, այդ հիմնավոր պատճառները ինչ են աշխատողները գործից դուրս գալիս եւ ես փոխելու ոչ մի բան չունեմ այս ընկերությունում, ես ինքս կանգնում եմ հեռացող աշխատողի կողքին, ասում եմ արի CV-դ լավացնենք։ Որտեղ որ դիմել ես աշխատանքի մի հատ ուղարկի տենամ հաստիքի նկարագիրը, հասկանանք քեզ համապատասխանը նոր ուղարկի։ Երբ որ քեզ կկանչեն հարցազրույցի, արի պատրաստվենք նոր գնա հարցազրույցի։ Այսպես պետք է լինի աշխատող եւ գործատող հարաբերությունները, որ աշխատողը չվախենա մոտենա գործատուին, ասի ես ուզում եմ աշխատանքից դուրս գամ։ Պետք է ասի ես ուզում եմ աշխատանքից դուրս գամ, ոնց կօգնեք ինձ, հա? Այդ շատ տարբեր չէ, նույն արտահայտություններ, բայց տարբեր ձևերով։ Շատ հետաքրքիր մոտեցում է եւ եթե եզրափակենք մեր այսօրվա թեման, ինչ խորհուրդ կարելի է տալ եւ գործատուին եւ աշխատակցին, որովհետեւ երկկողմանի հարաբերություններ են ու երկու կողմն էլ որոշակիորեն իրենց պատասխանատվության եւ պարտավորության սահմաններ ունեն, որ երկու կողմն էլ հաջող են։ Խորհուրդ կարող ենք տալ աշխատողներին, որ միշտ հիշեք, որ exit ինտերվյուները ձեր մասնագիտական հայելին են եւ դուք այնտեղ տեսնում եք ձեր անցած ճանապարհը, դասեր քաղեք ձեր անցած ճանապարհից, որպեսզի հետագայում ավելի լավ հաջողեք։ Իսկ գործատուներին երբեք բաց մի թողեք exit ինտերվյուները։ Դրանք շատ լավ ինդիկատորներ են ձեզ համար լինելու ձեր հետագա բիզնես գործունեությունը առաջ տանելու համար։ Բարձր պահեք աշխատողների մոտիվացիան եւ նորից հարթակ եւ միջավայր ստեղծեք, որ աշխատողները լինեն լսելի։ Մելանիա ջան, շատ շնորհակալ եմ այսօրվա այս զրույցի համար, հուսով եմ, որ մեր լսողներին եւս հետաքրքիր կլինի եւ այս process-ում իրենք կկարողանան որոշակի դասեր քաղել եւ գործատուն եւ աշխատանք փնտրողը եւ աշխատողը։ Շնորհակալ եմ մեր podcast-ը լսելու համար, հետագա էպիզոդները բաց չթողնելու համար կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։